Առաջին հերթին դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է կոռուպցիայի լուրջ նվազեցման համար, հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետ իրականացման համար, դա քաղաքական կամքի արտահայտությունն է։ Եթե լինի քաղաքական կամք, այդ դեպքում կատարվում են որոշակի քայլեր, որոնք կապահովեն նաև կոռուպցիայի նվազեցումը և այդ ռիսկերը, որ այդ համակարգային են, դա իսկապես այդ ռիսկերը կվերանան։ Առաջին հերթին քաղաքական և տնտեսական կյանքում դեմոնոպոլիզացիա պետք է լինի։ Այսինքն մենք գիտենք, և դա սա իմ ենթադրությունը չի, Համաշխարհային բանկի կա զեկույցները և շատ այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների զեկույցներ կան, որոնք ցույց են տալիս Հայաստանի տնտեսության մոնոպոլիզացիայի բավականին բարձր աստիճանը, և այդ մոնոպոլիզացիան նշանակում է տնտեսական մրցակցության խաթարում։ Իսկ այդպիսի մոնոպոլիզացիա, ընդհանրապես մոնոպոլիաները դա, այսպես ասած, կոռուպցիայի հետ ձեռ-ձեռի տված է միշտ լինում, դա առաջին հերթին։ Իսկ տնտեսական մոնոպոլիզացիան նաև բերում է քաղաքական մոնոպոլիզացիա, և սա առաջին հերթին պետք է այս հարցը լուծվի։ Երկրորդ խնդիրը քաղաքական և գործարար վերնախավերի սերտաճումը, դա նույնպես նայում եք ցանկացած երկիրը, այստեղ նկարում սա Բանգլադեշն են ցույց տալիս, Բանգլադեշից նկար է այդ ծայրահեղ աղքատությունը և նորից այս տիպի երկրներում այստեղ բերված է նաև Անգոլայի նախագահի աղջկա նկարը, որը Անգոլայի ամենահարուստ գործարարն է, Elizabeth dos Santos, և Աֆրիկայի ամենաերիտասարդ միլիարդատերը 3-4 միլիարդ դոլարով կարողությամբ, դա իրենց նախագահի աղջիկն է, և այդ սերտաճումը նույնպես շատ լուրջ վնաս է հասցնում, այսինքն թույլ չի տա կոռուպցիան իսկապես լուրջ ձևով նվազեցնել։ Եվ վերջապես երրորդը իշխանության ճյուղերի մանավանդ դատական համակարգի անկախությունն է։ Իհարկե այստեղ պետք չի նայել այնպես, որ հասարակությունը բան չունի անելու։ Նույն կոռուպցիայի համաշխարհային բարոմետրը, որի տարբերություն կոռուպցիայի կանոն համակարգի նայում է շարքային քաղաքացիներին, կառույցները բավականին տխուր պատկեր են տալիս Հայաստանի համար։ Դա այն է, որ հասարակության մեջ կա շատ խորը ապաթիա, անտարբերություն և Հայաստանը այն վերջին տեղերն է զբաղեցնում, երբ որ խոսքը գնում է հասարակության ներգրավվածության մասին։ Գիտեք ոնց շատերը ասում են, դե քանի որ իշխանություններն այսպիսին են, բնական է այսպիսի ապաթիա կլինի, բայց շատ այլ երկրներում այդպիսի իշխանության պայմաններում տեսնում ես, որ մարդիկ շատ ավելի ակտիվ են։ Նույն այն երկրները, որ ես բերեցի Գվատեմալան, Շրի Լանկան, Հայաստանից ավելի կոռումպացված է, ասենք Գվատեմալան, բայց այդտեղ հասարակությունը փորձում է ինչ-որ քայլեր, ավելի կազմակերպված, ավելի ինչ-որ քայլեր անել։ Մեզ մոտ մի թիվ ուղղակի իսկապես մտահոգիչ չէ, սա 13 թվի արդյունքներն են, որ միակ երկիրն է, որտեղ այն հարցին, թե ուզեիք ինչ-որ ձևի ներգրավել կոռուպցիայի դեմ պայքարին, կեսից պակասը ասել է ոչ։ Սա միակ երկիրն է, 100 երկրների մեջ, որտեղ անցկացվել է ուսումնասիրությունը։